Քաղաքում են պահում իրենց մոտեցումը Սրբազան Մոտեցումը բոլորն է գիտեն։ Այդ ձերը գիտենք, մյուսներինը չգիտեն։ Կոնկրետ Մուշեղ Սրբազանին Աստված գիտի, երբ ենք տեսել վերջին անգամ։ Եթե ոչ եկեղեցական առիթների։ Խնդրում եմ հենց այս մասին խոսենք։ 50-ից ավելի եպիսկոպոսներ մենք ունենք։ Ինչու են ընդամենը մի քանիսը սովորաբար խոսում, արտահայտվում, դատապարտում, ինչու նույնքան համարձակ չեն մյուսները։ Ինչը եկեղեցին եւ հավատավոր հոտը չունի այդ աջակցության կարիքը, թե իրենց պարտքը չեն էլ համարում։ Կներեք, ինչի մասին է խոսքը, խոսքը երկսայի վերջացած է։ Իշխանության կողմից, եկեղեցու հանդեպ հարձակումներից, գռեհիկ բառամթերքից, հայհոյանքներից, նվաստացումներից հետո ինչու եպիսկոպոսները չեն արտահայտվում եւ չեն արձագանքում իշխանությանը, ինչն է վախեցնում կամ կաշկանդում նրանց։ Ես չեմ կարծում, որ չեն արտահայտվում, բոլորն էլ արտահայտվում են։ Մենք փաստեր ունենք, որ ընդամենը 4-5 հոգի են։ Մայրաթորի տեղեկատվական հաղորդումներին եթե դիտեք, այնտեղ հստակ ասվում է, թե Գերագույն հոգևոր խորհրդի եւ թե եպիսկոպոսած դասի հավաքական կամքը այնտեղ արտահայտված է։ Հավաքական կամքի մասին չենք խոսում, մենք իրավունք ունենք իմանալու նրանց մասնավոր տեսակետի եւ որպես թեմի առաջնորդ տեսակետի մասին։ Ի վերջո կան վարկածներ, որ նրանցից ոմանք ԿՊԱ-կանների հետ ունեն շփումներ եւ ունեն կաշկանդված։ Նման բան չկա, դա 100%-ով կարող եմ հերքել նման բան։ Իսկ նրանք բոլորը կողմ են, որ եկեղեցին այսպես խրող ձևով միասնականության կոչան եւ պայքարի։ Չկա նման մտածելակերպ։ Եկեղեցին միակամ է։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում Ինչ որ արտահայտվել է միջով։ Այդ թվում առաջնորդի դեմ հարձակումներին դիմակայելում ասով։ Կներեք, որ մեկին պատասխանում։ Ինչը անհասկանալի։ Մայրաթորի դեմ պատերազմ է հայտարարված։ Պետք է Բեհարանը ազատել կաթողիկոսից։ Նրան կհաջողվի Դա ցնորամտություն։ Բայց մի անգամ 3 օրով նվաճել են այդ տարածքը, չմոռանանք։ Բեհարանը չի եղել, կներեք, դա Բեհարանը չի եղել, դիվանատունն է եղել։ Բեհարանի վրա ոչ մեկ չի կարող հարձակվել։ Իսկ եթե հարձակվեցի, մենք տեսնում ենք, չէ՞, ասում եք չի կարող, բայց ամեն ինչ հերթով Բեհարանը կեցավայր է, որևէ մեկը իրավունք չունի։ Տեսեք դիվանատունը, տեսեք Սրբազան, հայհոյելու իրավունք ունի։ Փաշինյանի խոսում եք մի մարդու մասին, որին գնահատական տալը ապաշնորհություն է։ Համաձայն եմ։ Տեսեք, ասում է ովքեր խախտել են կուսակրոնության ուխտը, չպետք է մոտենան խորանին։ Եվ ասում եք չեք վիճարկում այս հարցը, որովհետեւ մեկը չի քննարկում իմ ասածը ճիշտ է թե սուտ է։ Իհարկե հարցը թե ինչու որոշեցինք այդ հարցը հիմա բարձրացնել։ Ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Եվ այս դիսկուրսը ինչպես է լուծվելու։ Խնդիրը կուսակրոնության խնդիրը դիսցիպլին հարց է, կանոնական հարց է։ Դա աստվածաբանական դոկտրինա չէ։ Եվ նման հարցերը լուծվում է բացառապես եկեղեցում գոյություն ունեցող կարգապահական հանձնախմբի շուրջ։ Այս ընթացքում բազմաթիվ կարգալուծություններ եղել, դրանց պատասխաններ ձեր հարցի։ Այս դիսկուրսի մերկապարանոց, ամեն մերկապարանոց հարցերին չեն կարող մենք իրական պատասխանել։ Եվ տեսեք, ասում են, այս ամեն ինչը հետևանք է նաև նրան, որ երբ որ օրինակ Սարդարապատ մուտքը կաթողիկոսի արգելվեց եւ լուրջ դիմադրություն չեղավ, դրանից հետո այլ հարձակումներ եղան, Սուրբ Պատարագին չմասնակցեց Նիկոլ Փաշինյանը, այսինքն դեմարշ կար անընդհատ եկեղեցու դեմ, ընդ որում հենց 18 թվականից։ 18 թվականից հանդուրժվեց, երբեք չի հանդուրժվել։ Իսկ ինչ է կարելի, օրինակ Սարդարապատից հետո ինչ արեց հոգևոր Իսկ ինչ է կարծում, ինչ պիտի արվեր։ Եկեղեցին ինչ գործիքակազմ ուներ, որ աներ։ Չէ, գործիքակազմը եկեղեցու ինչ էր, որ պիտի աներ։ Այսօր տեսեք միասնականության եկեղեցին միշտ միասնական է եղել։ Այսօր ժողովրդի մեջ, բայց եկեք Բայց կներեք, մեկ վարքյան, եկեղեցին երբ կամ հոգևորականը երբ ժողովրդի կողքին չէ։ Բարերը ասում եք, առանց մտածելու։ Բարեր չենք ասում։ Որևիցե մի բան ցույց տվեք, հավաքներին ցույց տվեք, որ հոգևորական չի եղել։ Մի պայքար ցույց տվեք, որտեղ հոգևորականը չի եղել։ Մի քանի հոգևորականների չեն։ Ինչ որ դուք եք արել։ Այդ թվում Սրբազան որ պայքարին չեն միացել։ Ինքն մասնակցության պահպանելու ամեն ինչ։ Շատ բաներ հարձակումներից հոգևորականները պատնեշ են եղել, որ չի եղել։ Լավ կներեք, ինձ սպասում եմ։